Слушайте и смотрите Красную площадь. Парад Победы! Աշխարհի ուշադրությունը դեպի Կարմիր հրապարակ, Հավսար զգաստ, հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի գլխավոր իրադարձությունները մեկնարկում են ռազմական շքերթով, որին Ռուսաստանը պատրաստվում էր մի քանի ամիս։ Հրապարակ են բերվում Ռուսաստանի պետական ու ռազմական դրոշները, ոտքի են կանգնել բոլորը։ Ռազմական շքերթն ընդունում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը քաղաքացիական հագուստով ու Գեորգիևյան ժապավենը կրծքին։ Ուժային կառույցի ղեկավարն ու Ռուսաստանի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը միասին շրջայց են կատարում, ողջունում հրապարակում շարված ստորաբաժանումներին։ Здравствуйте, товарищи! Պաշտպանության նախարարն ուղևորվում է դեպի գլխավոր տրիբունա, որտեղ Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Товарищ Верховный Главнокомандующий Вооруженными силами Российской Федерации. Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Մոսկվայի զորքերի կայազորը հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի շքերթին պատրաստ է։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսով։ Дорогие граждане России, дорогие ветераны, Ռուսաստանի հարգարժան քաղաքացիներ, հարգարժան վետերաններ ու հյուրեր, շնորհավորում եմ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այսօր մեզ բոլորիս միավորում է ուրախության ու վշտի, հպարտության ու երախտագիտության զգացողությունը։ Խոնարհվում ենք նացիզմը ոչնչացրած սերնդի առջև, որը միլիոնավոր մարդկանց կյանքով ազատություն ու խաղաղություն նվաճեց ամբողջ մարդկության համար։ Ռուսաստանի նախագահի խոսքով մեր հայրերն ու պապերը փրկել են հայրենիքը, մեզ ժառանգելով այն պաշտպանելու պարտավորությունը։ Կրեմլի ղեկավարն անդրադառնում է նաև նացիզմի դեմ ռուսական արգելքին, այսօր ընթացող պատերազմին։ Ռուսաստանը եղել է, լինելու է նացիզմի, ռուսատյացության, հակասեմականության համար անխորտակելի արգելք։ Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմում են։ Ամբողջ երկիրը, ժողովուրդն աջակցում են հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Մենք հպարտանում ենք նրանց խիզախությամբ ու վճռականությամբ։ Պուտինը նշում է, որ բոլոր հանրապետություններն են կրել պատերազմի բեռը, ահռելի ներդրում են ունեցել Միջին Ասիայի ու Անդրկովկասի ժողովուրդները։ Մարտական ընկերների առաջ գլուխ ենք խոնարհում, ասում է Պուտինն ու լռության րոպե հայտարարում։ Объявляется минута молчания. Слава народу-победителю! С праздником! С Днем Великой Победы! Ура! Ռուսաստանի պետական օրհներքի ու թնդանոթների համազարկերի ներքո Կարմիր հրապարակ են մտնում Բելարուսի, Մյանմարի, Վիետնամի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Ղազախստանի, Ղրղստանի, Չինաստանի, Լաոսի ու Ադրբեջանի զինվորականները։ Ռազմական շքերթին մասնակցում է ավելի քան 11,000 զինծառայող։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա է եղել հատուկ ռազմական գործողության ավելի քան 1500 զինվորական։ Շքերթում առաջինը հայտնվում է լեգենդար T-34 տանկը և Su-100 ինքնագնաց հրետանային կայանքը։ Կարմիր հրապարակով անցնում է ռազմական տեխնիկայի 183 միավոր, ոչ միայն հայրենական մեծ պատերազմի, այլև ժամանակակից զինանոցից։ Տանկեր, ծանր հրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ։ Ռազմական շքերթը հանդիսավորությամբ փակում է ավիացիան։ Օդ են բարձրանում բարձր պիլոտաժի կործանիչները, որոնք երկինքը ներկում են Ռուսաստանի եռագույնով։
Ռազմական շքերթին ներկա են Մոսկվա հրավիրված տասնյակ երկրների ղեկավարներ ու պատվիրակություններ, այդ թվում Հայաստանի վարչապետը։ Փաշինյանի եւ Լուկաշենկոյի տաղավարից շքերթը դիտում են նաեւ հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Խաչիկ Հովակիմյանը եւ Վոլոդիա Գսպոյանը։ Պուտինն անձամբ է շնորհավորում նրանց։ Զորահանդեսից հետո Ռուսաստանի նախագահն ու օտարերկրյա առաջնորդները Ալեքսանդրովսկի այգում ծաղիկներ են խոնարհում անհայտ զինվորի հուշահամալիրին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։